Կան քաղաքներ, որտեղ մեկ անգամ գնալուց հետո սիրահարվում ես այդ քաղաքներին եւ ցանկանում ես անվերջ գնալ այդ քաղաքները եւ անգամ ապրել այդ քաղաքներում։ Բայց պարզվում է, որ նաեւ ֆուտբոլում կան այնպիսի թիմեր, որոնք ներկայացնում են որոշ քաղաքներ եւ հենց այդ քաղաքները մեկ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչի համը զգալուց հետո նորից ցանկանում են լինել այդ եզրափակչում։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Vax Sports-ի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումների մասին եւ բոնուս խոսելու El Clasico-ի սպասելիքների մասին։ Այնտեղ մի երկու թեմա եւս ունենք։ Գնացինք։ Առաջինը խոսելու ենք Arsenal Atletico Madrid հանդիպման մասին եւ իհարկե այդ հանդիպման մասին խոսելու համար մեզ պետք է վերցնել կախարդական հեռախոսը իմ ձեռքում է եւ առանց որևէ ժամանակ ձգելու եկեք մի անգամից խոսենք այս խաղի մասին։ Իրականում շատ տարբեր կարծիքներ կան համացանցում այս խաղի հետ կապված եւ հիմնականում բացասական կարծիքներ, բոլորը նշում են, որ ավելի լավ է այս խաղը չդիտեին։ Այնտեղ նաև կար միտք, չեմ հիշում, կարծես թե Շնեյդերն էր ասել, որ խաղը դիտելիս ցանկանում էր զանգել UEFA-ին եւ ասել, որ ամեն ինչ պարզ է, խնդրում եմ անջատենք այս հանդիպումը եւ ես չեմ ցանկանում դիտել այս հանդիպումը, երկրպագուների շրջանում էր շատ ծանր մեջբերումներ, թե ես ինչ դիտեցինք, թե ես ինչ դիտեցինք, բայց անկեղծ ասած ես չեմ կարծում, որ այդքան վատ հանդիպում էր եւ այդքան հակաֆուտբոլ էր, այդքան հարամ ֆուտբոլ էր, որքան փորձում են երկրպագուները ներկայացնել։ Ուղղակի կա այսպիսի մի իրականություն, երբ որ ինչ որ մի թիմի անուն ընկնում է իր խաղաոճի պատճառով, դրանից հետո այդ թիմերը ինչ էլ անեն, ոնց էլ խաղան, մեկ է այդ անունը նրանց այսպես ասած պիտակով դրված է լինելու նրանց վրա, որ նրանք հարամ ֆուտբոլ են խաղում։ Սկսենք խաղի մեկնարկային րոպեներից, Ատլետիկո Մադրիդը ընտրել էր նույն մեկնարկային կազմը, ինչ առաջի խաղում, այստեղ կար կասկած, որ կարող է խաղը բաց թողնել Խուլիան Ալվարեսը, բայց Խուլիան Ալվարեսը դաշտ էր մտել եւ ես կարծում եմ, որ Խուլիան Ալվարեսը խաղում էր ցավազրկողներով, որովհետեւ սա նման չէր այն Խուլիան Ալվարեսին, որին մենք սովոր ենք տեսնել, չկար նույն շարժը, չկար նույն ինտենսիվությունը նրա խաղում եւ կար տպավորություն, որ այս խաղում նրա հայտնվելը ուղղակի ինչ որ այլ միջոցներով եւ ռիսկի դիմելու միջոցներով է եղել եւ մեծ հավակնությամբ հենց ցավազրկողների շնորհիվ է եղել։ Arsenal-ը ընտրել էր հետաքրքիր կազմ, գրեթե նույն կազմը եւ կարծում եմ, որ միակ հետաքրքրություն այն էր, որ Սուբիմենդիի փոխարեն Քելին էր մեկնարկային կազմում, որը շատ լավ հանդիպում էր անցկացրել Ֆուլեմի հետ խաղում, այդ խաղում փայլուն հանդիպում էր անցկացրել նաև Սական, որը նաև այս խաղում խփեց որոշիչ գոլ եւ լավ հանդիպում անցկացրեց։ Հիմա խաղի մասին, խաղի առաջին 10 րոպեներին պարզ դարձավ, որ Ատլետիկոն եկել է շատ զգուշավոր ֆուտբոլ խաղալու, իսկ Arsenal-ն էլ չէր տալիս այն արագությունները, որոնք օրինակ տալիս էր Ֆուլեմի հետ խաղում։ Այդ առաջին 10 րոպեների ընթացքում միակ, այսպես ասած, հիշվող դրվագը եղավ Խուլիան Ալվարեսի շեղ հարվածը եւ ընդհանրապես Ատլետիկոն խաղի առաջի 10 րոպեներին կար տպավորություն, որ խաղը իր սցենարով է գնում, նա լավ պաշտպանվում է եւ հակագրովում է։ Բայց դրանից հետո պատկերը փոխվեց, Arsenal-ը ավելի մեծ արագություններ սկսեց օգտագործել, սկսեցին հարվածներ լինել, վտանգավոր պահեր նաև ստեղծեցին եւ ի վերջո կարողացան գոլ խփել։ Հիմնական սրությունը նորից գալիս էր այդ եզրային փոխանցումներից եւ այդպիսի գրոներից մեկի ժամանակ Տրոսարը հարվածեց, շատ լավ սեյվ կատարեց Օբլակը եւ ի վերջո վրա հասավ Սական եւ հաշիվը դարձրեց 1-0։ Այստեղ շատ կարևոր է մի հանգամանք, Arsenal-ը կարողանում էր սեղմել եւ եզրերում եւ կենտրոնում Ատլետիկո Մադրիդին, Ատլետիկո Մադրիդը ամբողջովին փակվել էր եւ հակապրեսինգն էր շատ լավ աշխատում Arsenal-ի եւ պրեսինգն էր շատ լավ աշխատում, բացի դրանից այդ կուտակումները մրցակցի կիսադաշտում այնպիսի իրավիճակ էին ստեղծում, որ Ատլետիկոն ուղղակի փակվում էր եւ դիպչում էր դարպասին, իսկ երբ դու արդեն սկսում ես գնալով ավելի մոտենալ քո դարպասին, արդեն իհարկե կարող գալ շատ վտանգավոր պահեր եւ կարող ես դու բաց թողել եւ հենց այդպես էլ եղավ,
այդպիսի դրվագներից մեկում սական դա առաջացի 44-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը եւ թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվով, Ատլետիկոն ոչինչ այդպես էլ չառաջարկեց Արսենալին այս խաղակեսում, եթե չհաշվենք սկզբի այդ 10 րոպեները, որտեղ թվում էր թե Ատլետիկոյի սցենարով է ընթանում խաղը, իսկ երկրորդ խաղակեսում Ատլետիկոն լավ խաղաց իմ կարծիքով միայն խաղա սկզբում, խաղի երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին, որտեղ ստեղծեցին մի քանի հնարավորություն, ակտիվ էին, իրենք արդեն Արսենալն էր պաշտպանվում եւ հակագրոների չէր գնում, բայց հետո եղան մի քանի փոխարինումներ, որոնք իմ կարծիքով խաղի լոգիկան ամբողջությամբ կոտրեցին, եթե օրինակ խաղի 57-րդ րոպեին փոխարինները հասկանալի էին, Լուկմանի փոխարեն Մոլինայի դաշ դուրս գալը, Լենորմանի փոխարեն Սորլոտի եւ Սիմեոնեի փոխարեն Կարդոսոյի փոխարինները ամբողջովին հասկանալի էր, ցանկանում էր լցնել կենտրոնը, ցանկանում էր լցնել եզրերը, ֆիզիկապես ամուր հարձակվողի դնել, որտեղ Գաբրիելը բոլոր հնարավոր պայերը, այսպես ասած, կասեցնում էր, այստեղ հասկանալի է, որ այս լոգիկայի շուրջ պետք է ինչ-որ բան փոխել։ Սրանից հետո եռակի փոփոխությամբ անմիջապես պատասխանեց նաև Արտետան, շատ հասկանալի նորից փոփոխություններ, Էզեի փոխարեն Էդեգորը, Սակայի փոխարեն Մադուեկեն եւ Ինկապեի փոխարեն Կալաֆիորին։ Իհարկե Կալաֆիորին կարող էր դառնալ այս խաղում հակահերոս, որովհետեւ նրա այսպես ասած ներկայությամբ եղավ երկու դրվագ, որոնք շատ կասկածելի են, բայց ես դրանց կանդրադառնամ վերջում այդ սկանդալային դրվագներին։ Ատլետիկոն ունեցավ պահեր, չկարողացավ օգտագործել այդ պահերը, այնտեղ շատ լավ պահ ունեցավ Սիմեոնը, ինչը փոխարինվել է երկրորդ խաղակեսի մեկնարկում, բայց շրջանցելով դարպասապային չկարողացավ ի վերջո արվածել, այդտեղ նշում էին, որ գուցե կար 11 մետրանոց, բայց իմ կարծիքով չկար, Գաբրիելը խաղաց ճիշտ եւ այս դրվագը չէր սկանդալային, որքան էլ կարող էր թվալ։ Սկանդալային էր այլ դրվագ Գրիզմանի հետ կապված, եք ամեն դեպքում խոսեմ դրա մասին, վերջում չթողեմ, որովհետեւ հիմա պետք է մի բան կատարվի Սիմեոնեի կողմից ըստ երթականության, որը ինձ շոկահարեց։ Դրվագներից մեկում Գրիզմանի նկատմամբ իմ կարծիքով ակնհայտ կանոնների խախտում կար Կալաֆիորիի կողմից, ուղղակի այստեղ պետք էր հասկանալ կար խախտում այդ դրվագից առաջ, թե ոչ, այնտեղ գուցե կար խախտում Գաբրիելի նկատմամբ, բայց երբ ես դիտում էի կրկնապատկերը, անկեղծ իմ մոտ կար տպավորություն, որ Գաբրիելի նկատմամբ կանոնների խախտում չկար, ու այս դեպքում վառը պիտի միջամտեր եւ գուցե պետք է 11 մետրանոց նշանակեր Գրիզմանի դեմ խախտման համար։ Սա երևի ամենակասկածելի բանն է, որը եղել է այս խաղում։ Եղավ նաև այդպիսի մի պահ, երբ որ հենց խաղակեսի մեկնարկում Սիմեոնեին երկու ձեռքով ուղղակի այսպես Կալաֆիորին հրեց եւ գցեց այն կողմ, դա եւս շատ կասկածելի դրվագ էր, ուղղակի այստեղ չգիտեմ, անկեղծ ուժային պայքար դա համարեցին գուցե մրցավարները, որտեղ այսպես ասած գնդակը Սիմեոնեի մոտ չէր այդ պահին ու չէր գալիս նրա ոտքին, նա չէր դիպչել գնդակին եւ գուցե սրա համար սա համարեցին ուղղակի ուժային պայքար, բայց այնտեղ ակնհայտ իհարկե երկու ձեռքով հրել էր, ինչը եւս կասկածելի դրվագ էր։ Ինչևէ, խաղի 66-րդ րոպեին խաղադաշտում հայտնվեցին Բայենան եւ Ալմադան, փոխարինվեցին Գրիզմանն ու Ալվարեսը եւ սա իմ կարծիքով խայտառակ որոշում էր, որովհետեւ անգամ այդպես տանջվող Ալվարեսը դաշտում, որը իմ կարծիքով նորից կրկնում ցավազրկողներով էր խաղում, եւ Գրիզմանը, որ լավ տպավորություն էր թողնում, հիմնական կրեատիվներ ու փոխարինել այս ֆուտբոլիստերին ամբողջ սեզոնում այդպես էլ իրենց ցուցադրած Ալմադայով եւ Բայենայով, որը այսպիսի խաղերում միշտ չի կարողանում իրեն դրսեւորել, այո, միջակ թիմերի հետ Բայենան միշտ լավ տպավորություն է թողնում, բայց այսպիսի թոփ խաղերում մենք երբեք չեք տեսնում նրան թոփ խաղեր անցկացնելիս, սա կարծում եմ կատաստրոֆիկ սխալ որոշում է, նորից եմ կրկնում, եթե Խուլիան Ալվարեսի հետ կապված ինչ որ բան հասկանալի էր, ապա Գրիզմանին փոխարինելը իմ կարծիքով ամենամեծ եւ ամենակոպիտ որոշումն էր, եւ հենց այս որոշումից հետո էլ ամեն ինչ ուղղակի չքացավ, արդեն սկսեց Արսենալը վտանգավոր հակագրոներ կատարել, Արսենալը ավելի մոտ էր երկրորդ գոլին, քան Ատլետիկո Մադրիդը, Ատլետիկո Մադրիդը միայն ունեցավ մեկ այսպես ասած կիսա հնարավորություն, որը կարող էր դառնալ հնարավորություն, եթե Սորլոտը կարողանար հարվածել, բայց Սորլոտը չկարողացավ հարվածել։ Այսինքն այն առաջի խաղակեսից հետո երկրորդ խաղակեսի մեկնարկային ճնշումը, որը ուներ Ատլետիկոն մինչև օրինակ 60-րդ րոպեն եւ ինչ որ փորձեր մինչեւ 66-րդ րոպեն ամբողջովին վերացան եւ Արսենալը սկսեց համ ավելի լավ հակագրոել, համ ավելի լավ պաշտպանվել եւ ամբողջությամբ խաղը տնօրինել։ Իսկ Ատլետիկոն այդպես էլ չգտավ իր մեջ ուժ, որպեսի
ունենա այսպես ասած հնարավորություններ ստեղծի այնպիսի պահեր կամ ստեղծի այնպիսի ճնշում մրցակցի նկատմամբ, կատարի այնպիսի պրեսինգ, որը կարողանա գնդակը ամբողջովին իր մոտ պահել, որպեսզի կարողանա այս Արսենալին կոտրել։ Արսենալը հիանալի տնօրինեց խաղը մինչև վերջին րոպեները եւ արժանիորեն իմ կարծիքով ընդհանուր դիմակայությունում հաղթեց Ատլետիկո Մադրիդին։ Ատլետիկո Մադրիդը այսպես ասած մի տեսակ բումերանգի օրենքով պատժվեց, որովհետեւ արդեն Բարսելոնայի հետ խաղում նա այսպես ասած օգտվել էր մրցավարական սխալներից եւ մրցավարական սխալները եկան իր դեմ եւ բացի դրանից նա օգտվել էր որ Բարսելոնան չէր ռեալիզացնում իր պայերը, իսկ Ատլետիկոն ռեալիզացնում էր, իսկ այս երկու դիմակայություններում Արսենալը ավելի լավ ռեալիզացրեց իր պայերը, ավելի լավ օգտվեց մրցավարական որոշումներից եւ կարողացավ հաղթել եւ 20 տարի անց Արսենալը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ եւ սա եզրափակիչ ավելի ճիշտ եւ սա շատ ծանր պատմություն է Ատլետիկո Մադրիդի համար, որտեղ խաղից հետո Սիմեոնեն շատ տխուր էր եւ նշեց, որ նրա բոլոր փորձերը կարծես թե ապարդյուն են լինում, նա հոգնել է եւ նրան հանգիստ է պետք։ Չգիտեմ սա ինչ է նշանակում, գուցե սա վտանգ է, որ նա կարող է լքել Ատլետիկո Մադրիդից մարզիչի գլխավոր մարզիչի ղեկը, տեսնենք ժամանակը ցույց կտա, գուցե դա էմոցիաների տակ էր։ Մենք հիշում ենք, որ առաջի խաղում միջադեպ էր եղել, երբ որ Սիմեոնեի որդին բախվել էր այնտեղ Ben White-ի հետ, որտեղ լոգոյի վրայով էր անցել, բայց Սիմեոնեն այնքան հիասթափված էր, որ այդ լոգոյի վրայով անցավ։ Իհարկե Սիմեոնեն խաղից հետո այդ մրցավարական որոշումների հետ կապված էլ նշեց, որ ինքը կարծում է, որ այո, գուցե այնտեղ կար ինչ-որ բան, բայց ինքը չի ուզում արդարացումներ գտնել, Արսենալը ավելի լավն էր, ավելի լավ պայքարեց եւ արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ։ Այն ցնծությունը, որը ապրեցին Արսենալի երկրպագուները, իհարկե ֆենոմենալ էր։ Արսենալը այդպիսի ցնծություններ ապրել էր նաև այս խաղից առաջ, որտեղ երբ Մանչեսթեր Սիթին ոչ ոքի էր խաղացել Էվերտոնի հետ, շատ դրամատիկ խաղում եւ շատ կարեւոր միավորներ էր կորցրել, ու հիմա ամեն ինչ այսպես ասած Արսենալի ձեռքում է, այստեղ նաև մի փոքրիկ անդրադարձ անեմ Արսենալին ու ԱՊԼ-ի հետ կապված, որովհետեւ այս շաբաթվա ամփոփում մենք չենք ունեցել։ Նշեմ, որ Արսենալին պետք է հիմա ուղղակի հաղթել Վեսթհեմին դրսում, հաղթել Բարլին տանը եւ վերջին տուրում հաղթել դրսում Քրիստալ Փելեսին։ Այո, առաջին հայացքից անունները այնպեսին են եւ Արսենալը այնպիսի իրավիճակում է, որ կարծես թե պարտավոր է անել դա, բայց այստեղ կարող են բարդ խաղեր լինել եւ Քրիստալ Փելեսի հետ եւ հատկապես Վեսթհեմի հետ, որը այս տուրի արդյունքներում 18-րդն է արդեն եւ Տոտենհեմը այնտեղ առաջ անցավ, դրա համար այդ հանդիպումը Արսենալի համար շատ կարեւոր է լինելու։ Ամեն դեպքում Արսենալը գնում է պատմական ոսկի դուբլի հետևից, գնում է պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթելու հետևից եւ կարծես թե Մանչեսթեր Սիթին այդ նվերը արեց Արսենալին, իսկ Ատլետիկոյի հետ խաղը եւ ընդհանրապես այս Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը իր նվերը արեց Արսենալին եւ ես շնորհավորում եմ Արսենալի երկրպագուներին, նրանք հիասքանչ ցուցանիշներով են դուրս գալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, նրանք անպարտելի են։ Նշեմ, որ նման դեպք եղել է թյուր ըմբռնում կա երկրպագուների մոտ, որ սա առաջի դեպքն է, որ Չեմպիոնների լիգայում մի թիմը անպարտելությամբ շարքով գնում է ու ի վերջո հաղթում է Չեմպիոնների լիգան։ Այդպիսի դեպք եղել է 23-24 սեզոնում Ռեալ Մադրիդը անպարտելի էր մինչև վերջ եւ հաղթեց նաեւ եզրափակչում, դրա համար սա լինելու է երկրորդ դեպքը, սա գուցե առաջի դեպքն է նոր ֆորմատից հետո, երբ որ խաղերը այսպես ասած երկու խաղով ավելացել են եւ այնտեղ գուցե կարող են նաեւ 4 խաղի ավելցուկ լինել, եթե դու չես լինում լավագույն 8-ում, իսկ Արսենալը եղել էր։ Ատլետիկո Մադրիդի սեզոնը իհարկե գնահատելը մի քիչ բարդ կլինի, կարծում եմ Լա Լիգայում նրանք ձախողվեցին, դուրս եկան գավաթի եզրափակիչ, բայց չհաղթեցին, ինչը կարծիքով մեծ հիասթափություն էր Ատլետիկո Մադրիդի երկրպագուների համար եւ ընդհանրապես Ատլետիկո Մադրիդի համար։ Իսկ Չեմպիոնների լիգայում հայտնվեցին կիսաեզրափակչում, ընդհանուր երկու խաղում իմ կարծիքով ավելի շատ պաս ստեղծեցին, բայց չօգտագործեցին իրենց պայերը, մրցակիցը իրենց ցույց տվեց այնպիսի պաշտպանություն, որ նրանք երբևէ երևի չէին տեսել, որտեղ սովորաբար Ատլետիկոն է հիացնում իր պաշտպանությամբ, եւ կարծում եմ ընդհանուր առմամբ մի քիչ բարդ է գնահատել Ատլետիկոյի սեզոնը, բայց սա հիասթափություն է եւ դրա մասին նաեւ խոսեց Սիմեոնեն, նշեց, որ
մենք արդեն այնպիսի նշաձողի ենք հասել այս տարիների ընթացքում, որ հիմա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակում պարտվելը եւ եզրափակիչ չհասնելը դա արդեն ձախ ուղղություն է եւ դա նա նշեց, որ լավ է։ Նա նշեց, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալը եւ պարտվելը եւս ձախողում է եւ Լա լիգայում չհաղթելը եւս ձախողում է, այսինքն նա կարծես թե այսպես ազդակ տվեց, որ նշաձողը արդեն Ատլետիկոյի առաջ շատ բարձր է դրված եւ եթե նրանք չեն հաղթում որևէ տիտղոս, ապա դա համարվում է ձախողում։ Թերևս Ատլետիկո Մադրիդի վերջին տիտղոսը եղել է 5 տարի առաջ 2021 թվականին, երբ նրանք հաղթեցին Լա լիգան։ Մի խոսքով, այսքանը երևի ընդհանրապես Ատլետիկո Մադրիդի եւ Արսենալի մասին։ Տեսնենք, թե ինչ կառաջարկի Արսենալը եզրափակում Պարի Սեն Ժերմենին, իսկ այդ խաղի մասին խոսենք հաջորդիվ։ Բավարիա Պարի Սեն Ժերմեն պատասխան հանդիպումը չստացվեց իհարկե այնքան ֆանտաստիկ, ինչպես առաջի խաղն էր, եւ այդ սպասելիքները ես իհարկե ունեի արդեն առաջին խաղից հետո եւ նշում էի, որ այսպիսի խաղեր կարող են այլևս երբեք չլինել։ Իհարկե լիահույս էի, որ նմանատիպ ինչ-որ բան կստացվի։ Այդ հույսը տալիս էին նաև մամուլի ասուլիսները գլխավոր մարզիչների եւ կոմպանիներ նշում, որ նրանք պատրաստվում են նույն ֆուտբոլը խաղալ եւ Լուիս Էնրիկեն են նշում, որ նրանք պատրաստվում են նույն ֆուտբոլը խաղալ, բայց գուցե հենց այստեղ Լուիս Էնրիկեն այսպես ասած շախ եւ մատ արեց երիտասարդ իր գործընկերոջը կոմպանիին, որովհետեւ Լուիս Էնրիկեն չխաղաց իրականում այն բաց ֆուտբոլը, այն ռոմանտիկ ֆուտբոլը, որը սպասվում էր, որ կխաղա Պարի Սեն Ժերմենը, Պարի Սեն Ժերմենը խաղաց շատ խելացի եւ եւս մեկ անգամ ցույց տվեց իր տարբերությունը մյուս համակարգային թոփ թիմերի նկատմամբ, ինչպիսին են Բավարիան, Բարսելոնան, Պարի Սեն Ժերմենը ցույց տվեց, որ իրենք կարող են շատ հանգիստ խաղալ նաեւ երկրորդ համարով, խաղալ հակադրոներով, պետք եղած դեպքում իջեցնել տեմպը, պետք եղած դեպքում բարձրացնել տեմպը, պետք եղած դեպքում այդալ բարձր պրեսինգի, իսկ ոչ պետք եկած դեպքերում խաղալ անգամ միջին բլոկով եւ նույնիսկ ցածր բլոկով։ Ամեն ինչ իհարկե գուցե այդպես պլանավորված չէր Լուիս Էնրիկեի մոտ, որտեղ ընդամենը 1 գնդակի տարբերություն կար առաջի խաղից հետո եւ կար տպավորություն, որ գուցե այդ ամեն ինչը փոխվեց արագ գոլի շնորհիվ, բայց մինչեւ արագ գոլին անդրադառնալը խոսենք մեկնարկային կազմերից, երկու թիմերում էլ բացակայում էին կարևոր ֆուտբոլիստներ։ Պարի Սեն Ժերմենից բացակայում էր Հակիմին, ում փոխարինում էր Էմերին, ով իմ կարծիքով ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա ինչ-որ ձև փոխարինել Հակիմին, բայց իմ կարծիքով դա չստացվեց եւ երևի թե Պարի Սեն Ժերմենում անհաջող խաղ անցկացրած ֆուտբոլիստը դուրս եկավ, որովհետեւ մյուս եզրում Լուիս Դիասը ուղղակի կերավ Էմերիին եւ որքան էլ օգնում էին Էմերիին, գրեթե բոլոր սրությունները գալիս էին հենց Լուիս Դիասի եզրից եւ ընդհանրապես իմ կարծիքով հարցակման գծում Բավարիայի լավագույնը հենց Լուիս Դիասն էր այս խաղում, իսկ Բավարիայի դեպքում բացակայում էր մեկնարկային կազմից Ալֆոնսո Դեվիսը, ով պետք է հայտնվեր դաշտում եւ իր խոսքը ասեր այս խաղում։ Թերևս սկսենք այն սպասելի ռոմանտիկ ֆուտբոլը, որը մենք սպասում էինք, չկար, սկզբից շատ հանգիստ մեկնարկ, ինչպես առաջի խաղում էր, բայց այդ հանգիստ մեկնարկը, այսպես ասած, միանգամից շատ բարձր գոչյունով Բավարիայի երկրպագուների ականջի տակ, կոմպանիի ականջների տակ հաստատեցին Խվիչան եւ Դեմբելեն, շատ լավ կոմբինացիա, Ուպամեկանոին բերեցին առաջ եւ նրա մեջքի հետևից փոխանցում գնաց Ֆաբիան Ռույսի կողմից հիասքանչ փոխանցում դեպի Խվիչան օգտագործեց եզրում իր արագությունը, մտավ հիասքանչ եզրից Լուգանային հրապարակ, փոխանցում կատարեց Դեմբելեին եւ Դեմբելեն ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 1-0 նորից թոփ խաղ եւ Ուսման Դեմբելեն ասում է իր խոսքը, սա տեղի ունեցավ խաղի 3-րդ րոպեին եւ ընդհանրապես այս ամբողջ խաղի ընթացքում սա Դեմբելեի միակ հարվածն էր, միակ դիպուկ հարվածը եւ միակ գոլը։ Դեմբելեն այլևս հարված չկատարեց այս խաղում, բայց ահա այսպիսի վիճակագրություն եւ այս գոլը շատ կարեւոր դարձավ Պարի Սեն Ժերմենի համար։ Այս գոլից հետո Բավարիային որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի ուշքի գային, բայց ուշքի եկան, բայց այդպես էլ չկարողացան ունենալ այն ճնշումը, որը կարելի էր սպասել Բավարիայից, մենք ամբողջ խաղում երևի չտեսանք այդ ճնշումը, այո, եղան այնտեղ եզրում ինչ-որ հնարավորություններ, Օլիսեի կողմից հարված, Դիասի հարվածները, Մուսալայի հարվածները, որոնցից մեկը վտանգավոր էր եւ լավ խաղաց Սաֆոնովը, բայց ընդհանուր առմամբ Բավարիան առաջի խաղակեսում այդպես էլ չստեղծեց ինչ-որ շատ սուր եւ վտանգավոր, այսպես ասած, 100%-անոց գոլային հնարավորություններ,
ուղղակի չունեցավ եւ ես կարծում եմ, որ նաեւ երկրորդ խաղակեսում այդպիսի հնարավորություններ չունեցավ, թերևս ունեցավ որոշակի վտանգավոր պահեր, բայց դրա մասին կխոսենք։ Առաջի խաղակեսում եւս մեկ 100%-անոց հնարավորություն ուներ Paris Saint-Germain-ը, Joao Neves-ի հարվածից հետո ֆենոմենալ սերվ կատարեց Նոյերը եւ ընդհանրապես Paris Saint-Germain-ը գոլից հետո առաջարկեց միջին բլոկ, չգնաց այդ ռոմանտիկ ֆուտբոլին, չխաղաց բարձր բլոկով, ինչպես խաղում էր առաջի խաղում եւ սպասեց առաջարկներ Բավարիայից։ Բավարիայի ուժեղ կողմը, այսպես ասած, նրանք կարողացան կտրել, եթե առաջի խաղում օրինակ ճախրում էր Paris Saint-Germain-ը եզերով, իսկ Բավարիան ճախրում էր դաշտի կենտրոնով, ապա այս խաղում դաշտի կենտրոնում ուղղակի ամբողջությամբ կտրել էին Բավարիայի այն բոլոր սրությունները, այն բոլոր հարվածի փորձերը, որոնք մենք տեսնում էինք առաջի խաղում։ Շատ լավ էր կարծես թե ամեն ինչ կարդացել Լուիս Էնրիկեն եւ միջին բլոկի միջոցով ուղղակի Բավարիայի այդ ուժեղ կողմը կտրել էին, Հարի Քեյնը ընդհանրապես չէր երևում, Օլիսեի խաղը եզրի չէր ստացվում, Դիասի խաղն էր միայն ստացվում, բայց այդ եզրային սրացումները չէին հասցնում այն ահռելի վտանգին, որը կարելի էր սպասել, որովհետև Paris Saint-Germain-ը շատ լավ էր պաշտպանվում եւ այդ եզրից եկած փոխանցումները կամ հարվածները չէին դառնում այնպիսի սուր, որպեսզի ավարտվեին գոլով։ Առաջի խաղակեսում եղավ երկու սկանդալային դրվագ, որոնցից մեկի հետ կապված ես ունեմ հստակ կարծիք եւ կա մեկ դրվագ, որը մնաց հանելուկ։ Նախ նշեմ, որ խաղի 8-րդ րոպեին Նունո Մենդեշը ստացավ դեղին քարտ, հետո խաղի 28-րդ րոպեին եղավ մի դրվագ, երբ Նունո Մենդեշը ձեռքով կարծես թե խաղաց, այստեղ մեզ ընդամենը մեկ կրկնապատկեր ցույց տվեցին եւ UEFA-ի պաշտոնական էջից մենք հասկանում ենք, որ այստեղ ձեռքի խաղը ընդհանրապես չի դիտարկվել, որովհետեւ մինչեւ այդ պահ Լայմերը խաղացել էր ձեռքով։ Այն մեկ կրկնապատկերը, որը մենք անկեղծ ասած տեսանք եւ այն բոլոր ռակուրսները, որոնք ես փորձեցի գտնել, ես անկեղծ ասած չնկատեցի Լայմերի ձեռքի խաղը եւ նաեւ, այսպես ասեմ, համոզված չէի, որ Նունո Մենդեշի ձեռքին էր հաստատ կպել, այդ մեկ կրկնապատկերով, այո, ավելի շատ կար տպավորություն, որ դիպավ գնդակը ձեռքին Նունո Մենդեշի եւ այստեղ կարող էր մրցավարը երկրորդ դեղինը ցույց տալ եւ կարմիր տալ, դա կլիներ իրականում այնպես, որ երկու խախտում, երկու դեղին քարտ Նունո Մենդեշին, այստեղ գուցե կարող էր նաեւ մրցավարը ներել, եթե նշանակել այդ ձեռքով խաղը, բայց 4 օրենքով դա պետք է լիներ դեղին քարտ։ Ուղղակի որ ընդամենը մեկ կրկնապատկեր եղավ եւ ես ամբողջ համացանցը, այսպես ասած, փնտրեցի այս խաղը երկու անգամ դիտեցի, չգիտեմ, ընդմիջումը դրեցի, նայեցի ամբողջ, որ գտնեմ այդ կադրը, այդ դրվագը, ինչ եղավ ի վերջո այս դրվագում, այդպես էլ չկար ոչ մի ռակուրս եւ այս պահը իրոք ինձ համար մնաց հանելուկ։ Ես ավելի շատ հակված եմ, որ Նունո Մենդեշը խաղաց ձեռքով եւ մրցավարը կարող էր երկրորդ դեղինը ցույց տալ, բայց մրցավարը նկատել էր ձեռքով խաղ Լայմերի մոտ եւ UEFA-ի պաշտոնական էջը նշում եմ, մենք այդպես է այս բանը նշվում, որ նշանակվել է այնտեղ ձեռքով խաղ, դրա համար այնտեղ չէր կարող լինել ձեռքով խաղ։ Սրանից հետո եւս ընդամենը 1.5 րոպե հետո եղավ մի դրվագ, որտեղ Վիտինյան հեռացնում էր գնդակը եւ գնդակը դիպավ Ժուաո Նևեշի ձեռքին։ Ես այստեղ համոզված ասում եմ եւ հստակ օրենքով ասում եմ, որ չկար 11 մետրանոց, որովհետեւ հստակ օրենքը հետեւյալն է, երբ թիմակիցը հեռացնում է գնդակը մոտ տարածությունից եւ գնդակը չի գնում դեպի դարպասը, չկա ոչ մի վտանգավոր, այսպես ասած, դրվագ այդ բանին, չկա ոչ մի միտում եւ գնդակը դիպչում է, այսպես ասած, թիմակցի ձեռքին եւ այստեղ կան մարդիկ, որ թյուրըմբռնում են ուզում մտցնել նշելով, որ օրենքում նշած է, թե պետք է ոչ բնական ձեռքին լինի, բայց օրենքում նման բան գոյություն չունի, այնտեղ կարող է լինել ձեռքը ոչ բնական դիրքում, բայց եթե նման մոտիկ տարածությունից գնդակը հեռացվում է եւ դիպչում է ֆուտբոլիստի ձեռքին, որը սեփական ֆուտբոլիստից է եկել շատ մոտ տարածությունից, շատ ուժեղ հարված, ոչ հարվածին դարպաս, հադարպասին, այս դեպքում իհարկե պետք է չնշանակվի 11 մետրանոց եւ օրենքը հստակ է այստեղ։ Ես մրցավարական նաեւ 4-5 էջեր հատուկ նայեցի, IFAB-ի օրենքները նորից բացեցի եւ կարդացի եւ այստեղ ամեն ինչ պարզ է եւ ամեն ինչ հստակ է։ Եղել ցավում եմ իհարկե Բավարիայի բոլոր այն երկրպագուների համար, որոնք հիասքանչ թիմ ունեին, բայց իրենց թիմը դուրս մնաց, բայց այս խաղում միակ սկանդալային, այսպես ասած, դրվագը այդ Նունո Մենդեշի դրվագն էր, իսկ այս դրվագում ամեն ինչ հստակ էր եւ օրենքի մեջ։ Այստեղ չկար 11 մետրանոց եւ վստահորեն ձեզ ասում եմ։ Ինչևէ, այս խաղակեսում այլևս ինչ որ հետաքրքիր բաներ տեղի չունեցան, ես խոսեցի գրեթե բոլոր այն ամեն ինչի մասին, ինչ տեղի ունեցավ,
Մեկնարկեց երկրորդ խաղակեսում նորից շատ հանգիստ էր Paris Saint-Germain-ը, մի քիչ այդ միջին բլոկը ավելի ցածրացել էր, Բավարիան տոտալ տիրում էր գնդակին, բայց այդ տոտալ տիրելով գնդակին ավելի քիչ պա էր ստեղծում, քան Paris Saint-Germain-ը։ Paris Saint-Germain-ը անընդհատ ունենում էր սրացումներ, անընդհատ վտանգավոր հարվածներ եւ դրանք փրկում էր Նոյերը։ Իսկ Բավարիայից այսպես ասած հիսարժան պահեր այս խաղակեսում ես հիշում եմ Լուիս Դիասի հարվածը, երբ Սաֆոնովը փրկեց, ես հիշում եմ ամենավերջում այն դրվագը, երբ Կարլը հարվածեց եւ հարվածեց նաեւ հետո կարծես թե Լայմերն էր թե Տանիսիչներ, չեմ հիշում, երկրորդ հարված կատարողը երկու անգամ էլ Paris Saint-Germain-ի պաշտպանները հարվածները իրար վրա վերցրեցին, այդ դրվագն եմ հիշում, այնտեղ Լուիս Դիասի փորձերն եմ հիշում, անցումները եւ փոխանցումները, որոնք վերջով վտանգավոր հարվածի չէին հանգեցնում, եւ եղավ Հարի Քեյնի գոլը։ Ընդհանուր առմամբ երկրորդ խաղակեսում իմ կարծիքով Paris Saint-Germain-ը ավելի մոտ էր այդ երկրորդ գոլը խփելու, քան Բավարիան հաշիվը հավասարացնելու, բայց ի վերջո այնպես ստացվեց, որ Բավարիան հավասարեցրեց խաղի հաշիվը։ Տակտիկական փոփոխությունների տեսանկյունից պետք է նշեմ, որ Լուիս Էնրիկեն ամբողջությամբ անցավ այսպես ասած ցածր բլոկի եւ հակագրողների, եթե առաջի խաղակեսում միջին բլոկով էր խաղում, երկրորդ խաղակեսում յուրաքանչյուր փոփոխությունը խոսում էր նրա մասին, որ թիմը պետք է սկսի ավելի ցածր բլոկով խաղալ եւ դա արդարացված էր։ Հիասքանչ պաշտպանություն, մրցակցին գրեթե ոչ մի հնարավորություն, իսկ մրցակցի բոլոր փորձերը ապարդյուն էին, բոլոր, այսպես ասած, միակ փոխարինումը, որը իմ կարծիքով արդյունք տվեց այսպես ասած այս խաղում, դա Դեվիսի փոխարինումն էր, նա դաշտ մտնել էր Ստանիսիչի փոխարենքային 67-րդ րոպեին, որտեղ Դեվիսը իրոք ակտիվացրեց եզրը, մի քանի սուր փոխանցում կատարեց եւ ի վերջո նաեւ կատարեց գոլային փոխանցումը, բայց ընդհանուր առմամբ Բավարիայի մնացած բոլոր փոփոխությունները, այսպես ասած, արդյունք չտվեցին, իսկ Paris Saint-Germain-ի բոլոր փոփոխությունները նպատակադրված պաշտպանությանը բոլորը տվեցին արդյունք։ Դեմբելեի փոխարեն Բարկոլան մտավ եւ շատ լավ աշխատեց, հատկապես պաշտպանվելիս Էմերիին օգնելիս, հարցակման գծում այդքան լավ չխաղաց, այնտեղ մեկ լավ հարված միայն, որը Նոյերը փրկեց, Հերնանդեսը Դուեի փոխարեն մտավ եւ այսպես ասած եզրում բետոնեց, Մենդեշին էլ օգնեց շատ, Բերալդոն Ռուիսի փոխարեն մտավ եւ այսպես ասած ավելի խորություն տվեց հենակետային գոտին եւ կենտրոնը ավելի լցրեց եւ Բավարիան կենտրոնում չունեցավ այսպես ասած այն առավելությունը, որը կարելի է սպասել եւ ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ այս դիմակայությունում Լուիս Էնրիկեն երևի շախմատային պայքարում տոտալ, այսպես ասած, ոչնչացրեց Կոմպանիին երկրորդ խաղում, որովհետև Կոմպանին այնպիսի տպավորություն էր, որ ամբողջովին պատրաստվել էր այս խաղում մեկ լոգիկայով, որ լինելու է անցած տուրի, անցած կիսաեզրափակիչ առաջի խաղի նույն սցենարը, Paris Saint-Germain-ը բաց ֆուտբոլ է խաղալու եւ բաց ֆուտբոլի դեպքում Բավարիան, որը հիասքանչ է հակապրեսինգ կատարելիս, հիասքանչ է պրեսինգ կատարելիս, հիասքանչ է հարձակողական ֆուտբոլ խաղալիս եւ սեփական հարազատ պատերի ներքո ուղղակի ավելի շատ գոլ կխփի, քան Paris Saint-Germain-ը։ Բայց Լուիս Էնրիկեն հակադարձեց այսպես ասած Կոմպանիին, սկզբից խաղաց միջին բլոկով եւ այդ արագ գոլն է իմ կարծիքով շատ պլաններ փոխեց Բավարիայի։ Ամեն դեպքում մենք չտեսանք այն Բավարիային, որին ամբողջ սեզոնում տեսել էինք Allianz Arena-ում, չտեսանք այն ահռելի ճնշումը, չտեսանք Բավարիայի կենտրոնում այն առավելությունը, չտեսանք այն Հարի Քեյնին, որին սովոր ենք տեսնել, ով կենտրոնում առավելություն է տալիս սովորաբար Բավարիային, չտեսանք Օլիսեին ընդհանրապես, Օլիսեն տոտալ ձախողեց խաղը։ Եվ պետք է նշեմ, որ Paris Saint-Germain-ը արժանիորեն իմ կարծիքով այս դիմակայությունում հաղթեց, դուրս եկավ եզրափակիչ եւ եզրափակչում մենք տեսնելու ենք ամենաշատ գոլ խփած թիմին, որը Paris Saint-Germain-ն է եւ ամենաքիչ բաց թողած գոլ թիմին Արսենալին, եկե ֆանտաստիկ դիմակայություն է լինելու առաջին հայացքից այստեղ թվում է թե որ Paris Saint-Germain-ը ավելի հարձակողական ֆուտբոլ է խաղալու, Արսենալը ավելի պաշտպանողական եւ փորձելու է օգտագործել իր ուժեղ կողմերը, իսկ Paris Saint-Germain-ը գնալու է երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելուն։ Իհարկե մենք այս առումով դեռ առիթ կունենանք ավելի երկար խոսելու եթերների միջոցով, երբ որ լինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կամ ամփոփեք նաև այդ եզրափակիչը, միայն կասեմ, որ մեծ տակտիկական շատ չոր պայքար է սպասվելու երկու իսպանացիների միջև, Արտետայի ու Լուիս Էնրիկեի, ու մենք տեսնելու ենք իմ կարծիքով վերջին տարիների ամենահետաքրքիր գուցե եզրափակիչը տակտիկական առումով, որովհետև մինչև այս պահը մենք այդ տակտիկական չոր բախումները նմանատիպ տարբեր փիլիսոփայություններ ունեցող թիմերի հանդիպումներ շատ քիչ ենք տեսել, անցած տարի գուցե կարող ենք տեսնել այդ Ինձագի եւ
Լուիս Էնրիկե տարբեր այսպես փիլիսոփայությունների բախում, բայց եղավ այն ինչ եղավ, հիշում ենք Paris Saint-Germain-ը ուղղակի ոչնչացրեց արագություններով ամեն ինչով, բայց Arsenal-ը իհարկե Ինտերը չէ, Arsenal-ը ունի արագություններ, Arsenal-ը կարող է նաև հարձակվական ֆուտբոլ խաղալ եւ դրա համար էլ այս հանդիպումը շատ հետաքրքիր է լինելու տակտիկական առումով։ Եզրափակչում Arsenal-ը կխաղա այնպես, ինչպես մենք տեսել ենք սեզոնի մեծ մասում, թե Arsenal-ը կխաղա այնպես, ինչպես տեսել ենք մենք որոշակի խաղերում, որտեղ Arsenal-ը ուղղակի հիասքանչ է հարձակվական ֆուտբոլ նաև խաղացել։ Այս հարցերի պատասխանները իհարկե մենք կստանանք հետագայում, իսկ ինձ մնում է միայն ասել, որ մեզ սպասվելու է հետաքրքիր եզրափակիչ Paris Saint-Germain, Arsenal եւ կտեսնենք թե ով կհաղթի։ Դարձ մի քանի թեմաների, որոնք այս շաբաթ հետաքրքիր էին մարդկանց եւ ես ցանկանում էի տեսանյութ նկարել, բայց որոշեցի ամեն դեպքում ամփոփիչ տեսանյութ չնկարել։ Առաջինը դա իհարկե Ինտերի չեմպիոնությունն էր, հաղթական խաղում Հենրիկ Մխիթարյանի գոլը, որը շատ տպավորիչ էր, բայց ես իհարկե հիմա չեմ խոսի թե ինչպես այդ խաղը տեղի ունեցավ, ինչպես Ինտերը դարձավ չեմպիոն։ Ես կխոսեմ Կիևի մասին, որը այս պահին Իտալիայի գավաթի եզրափակում է իր թիմը, նա դարձավ այն եզակի մարզիչներից, որ առաջին տարում սերիայում հենց իր թիմում կարողացավ հաղթել միանգամից Սկուդետոն, ինչը հիասքանչ ցուցանիշ է, բայց ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև ամբողջ սեզոնի ընթացքում մենք խոսում էինք, որ Կիևում դա Ինձագին չէ, Ինձագի ֆուտբոլը ավելի հետաքրքիր էր, հատկապես Եվրոպայում, իսկ Ինտերը հիշում ենք Եվրոպայում ինչպես ձախողվեց Բուդոգլիմտի հետ խաղում, հիշում ենք բոլորս, թե ինչպես այսպես ասած Կիևի Ինտերը չէր իր խաղով այդպես հիացնում, չէր ցույց տալիս այն նույն կիրքը, որը կարող էինք տեսնել Ինձագի ֆուտբոլում, բայց ավելի հարձակողական է իրականում Կիևի թիմը, հատկապես ասերիայում, որի մասին ես շատ եմ խոսել։ Այո, այս թիմում գուցե կա այդ կայծի պակասը, կա այդ կրքի պակասը, բայց Իտալիայում նրանք լավագույնն են, շուտ դարձան ասերիայի չեմպիոն, նվաճեցին Բաղդալի Սկուդետոն եւ դեռևս կարող են նաեւ նվաճել Իտալիայի գավաթը եւ առաջի սեզոնում Կիևում կարող է ունենալ ոսկե դուբլ։ Ընդհանուր առմամբ ես միայն կնշեմ, որ Կիևում կարծում եմ լավ աշխատանք է կատարել, պետք չէ Չեմպիոնների լիգայի աշխատանքը, այսպես ձախողված սեզոնից հետո, այսպես ասել, որ Կիևում վատ ընտրություններ, Կիևն առաջի տարում հաղթել է արդեն այս տիտղոսները եւ այս տիտղոսը եւ կարող է հաղթել եւս մեկ տիտղոս եւ կարծում եմ պետք է նրան ավելի բարձր գնահատական տալ, քան մինչև այս պահը մենք տվել էինք։ Այո, կարող ենք նշել, որ Նապոլին էր քաոտիկ իրավիճակում վնասվածքների պատճառով թիմը այդպես էլ չգտավ իր խաղը, Միլանը ձախողված ահավոր սեզոնից հետո Ալեգրիի վերադարձից հետո, այո, որքան էլ սերիայում նրանք վատ պայեր չունեցան, բայց նրանք ստաբիլությամբ չէին փայլում։ Յուվենտուսը դա լրիվ ուրիշ քաոս է, որտեղ դերևս վերջերս Սպալետիի օրոք մենք դրական տեղաշարժեր տեսնում ենք, Ռոման չէր կարող իհարկե անգամ Գասպերինի գալուց հետո այստեղ մրցակցել։ Այո, մրցակցային տեսանկյունից Ինտերը ուղղակի չուներ մրցակից, որովհետև բոլոր նրա մրցակիցները գտնվում էին անտանելի խնդիրների, խնդիրների մեջ եւ այդ խնդիրները հիմնականում ֆինանսական էին, տրամադրական վնասվածքների հետ կապված էին կամ ինչ-որ արդեն մի քանի տարի եկած քաոտիկ խնդիրներ էին, օրինակ ինչպես Յուվենտուսում եւ Միլանում։ Նապոլիի դեպքում իմ կարծիքով սեզոնը ձախողվեց այդ վնասվածքների աղետի պատճառով հիմնականում։ Իսկ օրինակ Միլանի ու Յուվենտուսի խնդիրները մենք հասկանում ենք, որ դրանք շատ լուրջ են ու այս տարի ոչ մեկը չէր սպասում, որ միանգամից Յուվենտուսը ու Միլանը պետք է չեմպիոնության համար պայքարեին, թերևս կար этап, երբ որ Միլանը կարծես թե պայքարում էր այդ չեմպիոնության համար, բայց հասկանալի է, որ Ալեգրիի առաջ դրված էր օրինակ քառյակում լինելը, այլ ոչ թե չեմպիոն դառնալը։ Իհարկե սա ամենը ես չեմ ասում, որպեսզի նսեմացնեմ Կիևի աշխատանքը, բայց իրականում պետք է սա նշել, որովհետև շատ հնարավոր է, որ այլ մարզիչ էլ այս Ինտերում լինելով կարողանար հաղթել Սկուդետոն, որովհետև մրցակիցների կազմում իրոք խնդիրները շատ լուրջ էին։ Մենք արդեն մյուս տարի իմ կարծիքով ավելի ռեալ կգնահատենք Կիևին, բայց այս պահին իհարկե պետք է ասել նրան բրավո, շնորհակալություն, ապրի Կիևուն, մեր Հենրիկ Մխիթարյանին տիտղոս տվեց եւ ես նաեւ ցանկանում եմ խոսել այդ փոքրիկ Կալչոպոլիի մասին, երկրորդ Կալչոպոլիի մասին, որը կարող է լինել իտալական ֆուտբոլում, որը հուսանք չի լինի, որովհետեւ մեծ կասկածներ կան, որ
մրցավարական տեսուչներից մեկը, ով հեռացել է իր գլխավոր պաշտոնից, օգնել է Ինտերին մրցավարներ նշանակելիս, որոնք հարմար մրցավարներ են եղել եւ այնտեղ շատ լուրջ իտալական մամուլը գրում է այս թեմայի մասին։ Հուսանք սա չի հաստատվի, որովհետեւ Կիևոյի այսպես ասած հաջողված սեզոնը եւ մեր Հենրիխ Մխիթարյանին նվաճած սկուդետոները ուղղակի հոդս կցնդեն, ինչը մեզ համար շատ ցավալի է։ Ես նորից ուզում եմ շնորհավորել հայ երկրպագուներին, Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներին, որովհետև Հենոն նվաճեց իր կարիերայի երկրորդ սկուդետոն, շնորհավորել Ինտերի երկրպագուներին, իսկ իտալական ֆուտբոլի մասին եւ ընդհանրապես Ասերիայի մասին մենք դեռ շատ առիթներ կունենանք ավելի երկար խոսելու։ Իմ կարծիքով այս փոքր հատվածը հերիք էր Կիևոյի Ինտերի մասին եւ ընդհանրապես այն մտքերը, որոնք ես ունեի ու ցանկանում էի ասել, այս բանին ասացի։ Երևի այսպես ասած ամենասպասված իրադարձություններից մեկի մասին, որքան էլ այդ հնչեղ վերնագիրը չունի այն մեծ նշանակությունը, որը սովորաբար ունենում են էլ կլասիկոները, բայց շուտով էլ կլասիկո է, իրար հետ մրցելու են Բարսելոնան ու Ռեալ Մադրիդը, մրցելու են լրջագույն խնդիրներով, առաջատար շատ ֆուտբոլիստների բացակայություններով։ Այս հանդիպումը ինչով այսպես դարձավ խորհրդանշական, ոչ միայն որ նա այլ կլասիկոն է, որ այս խաղում Բարսելոնան կարող է դառնալ Լա Լիգայի չեմպիոն։ Այս սրանով է ամեն ինչ որոշում, անգամ ոչ ոքի դեպքում խաղն էլ Camp Nou-ում Բարսելոնան դառնում է Լա Լիգայի չեմպիոն։ Ինչ է կատարվում երկու թիմերում։ Հիմա ես ցանկանում եմ դրա մասին փոքրիկ անդրադարձ անել, որովհետև շատ բան կա իրականում ասելու, որ ես արդեն իմ լայվերից մի քանիսի ժամանակ խոսել եմ, բայց հիմա փորձենք կարճ, բայց խոսել թե ինչ է կատարվում թիմերում։ Բարսելոնան շատ լուրջ կորուստներով, առանց Յամալի, առանց Ռաֆինյայի, առանց եւս մի քանի առաջատար ֆուտբոլիստների կարողացավ շատ դժվար этаպում հաղթել երկու արտագնաբարդ հանդիպումներ Խետաֆեին եւ Օսասունային եւ չեմպիոնացիությունը այսպես ասած ուղղակի վերջնականապես հաստատեց Ռեալ Մադրիդի այնտեղ Բետիսի հետ վերջի րոպեին բաստուված գոլի եւ ձախողման պատճառով, որի մասին ես չխոսեցի, եւ արդեն Ռեալ Մադրիդի այսպես ասած վերջին հանդիպումը, որտեղ Ռեալ Մադրիդը հաղթեց Վինիսիուսի դուբլի շնորհիվ, հույս տվեց Ռեալին, որ ուղղակի գոնե նրանք այդ միջանցքը չեն բացի, թերևս մենք հիշում ենք այդ միջանցքի հետ կապված բոլոր պատմությունները, որոնք եղան, սկզբից Բարսելոնան չբացեց Ռեալի համար, հետո Ռեալը Զիդանը հրաժարվեց բացել Բարսելոնայի համար եւ այդ միջանցքների թեման մի տեսակ դարձավ երկու թիմերի համար այնպիսի մի իրավիճակ, որ երկու թիմերն էլ չեն ցանկանում այդ այսպես ասած դա պատվո իրականում քայլ է, բայց մի տեսակ նսեմացնող քայլ է թվում եւ երկրպագուների եւ թիմի ֆուտբոլիստների համար եւ հենց այսպես ասած ողերին մրցակիցը գալիս է եւ դու նրա համար բացում ես միջանց, որտեղ նրանք քեզանից ամբողջ սեզոնում լավն են եղել, չեմպիոն են դարձել եւ դու հիմա ստիպված ես այդ միջանցքը բացել։ Այս առումով Վինիսիուսի դուբլը կարողացավ օգնել Ռեալին, որ այդ միջանցքը չլինի եւ հիմա Ռեալ Մադրիդը բախվեց մի նոր խնդրի, հիմա Բարսելոնան կարող է հենց Ռեալ Մադրիդի հետ խաղում դառնալ Լա Լիգայի չեմպիոն, անգամ ոչ ոքի դեպքում։ Ու այս իրավիճակում Բարսելոնան իհարկե շատ ոգևորված է, այո, Յամալը նրանց չի օգնի, բայց Ռաֆինյան է վերադարձել, կամ Պեդրին, կան նաև մյուս առաջատար ֆուտբոլիստները Ռեալ Մադրիդում դեր այդ վնասվածքների մասին մենք արդեն հիասքանչ գիտենք, այնտեղ Միլիտաոն վնասվածք ունի, Կարվախալը, Արդա Գյուլերը, Մբապեի խաղալն է հարցական, թերևս այդ Մբապեի շուրջ այնպիսի թեմաներ են հիմա գնում ու ընդհանրապես ոչ մեկ էլ կլասիկոյի մասին չի խոսում, ուղղակի ամեն օր մամուլում Ռեալի շուրջ այնպիսի թեմաներ են, որ ամեն օր իրար միս են ուտում Ռեալի հանդերձ անում, ի տարբերություն հակառակ կողմի, որտեղ ամեն ինչ դրական է, Բարսելոնային բոլորին սիրում են, այո, կա հիասթափություն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, բայց ընդհանուր առմամբ նրանք արդեն քայլ պատասխանում են հաղթել, այսպես ասած, El Clásico-ն եւ այս խաղում էլ նրանք կարծում եմ փորձելու են առաջին համարով խաղալ, որովհետեւ իրենց դաշտում է խաղալ լինելուց Ռեալից սպասում եմ, այսպես ասած, ավելի միջին բլոկով եւ հակագրոներով ֆուտբոլ, հատկապես եթե այնպես լինի, որ Մբապեն չլինի ու Վինիսիուսն ու Վալվերդեն կարող են ունենալ այն դերակատարումը, ինչ ունեցան օրինակ Մանչեսթեր Սիթիի հետ խաղերում, իհարկե այնտեղ Յամալի բացակայությունը եւ Ռաֆինյայի այսպես նոր վերադարձը շատ խնդիրներ է տալիս հարձակման գծում Բարսելոնային, թերևս Բարսելոնան հաղթեց առանց նրանց երկու արտագնաբարդ խաղերը, բայց մենք ակնհայտ տեսնում ենք այդ հարձակման գծում, այսպես ասած, մտքերի բացակայությունը, այնտեղ չի արդարացնում Բարջին, այնտեղ Ֆերան Տորեսը եւ Լևանդովսկին չեն տալիս նույն սրությունը, ինչը կարող են տալ Ռաֆինյան ու Յամալը, այո, փորձում են այնտեղ հիսապաշտպանությունը լցնել Գավիի, Օլմոյի եւ Ֆերմինի միջոցով,
ինչ որ պայր ստեղծել, բայց ընդհանուր առմամբ Բարսելոնան կորցրել է իր այն սրությունը, որը ուներ, օրինակ այդ նույն ֆուտբոլիստների հետ, որոնց մասին ես խոսեցի, բայց այնտեղ իհարկե տրամադրությունները շատ լավն են, Բարսելոնան Ռեալ գիտակցում է, որ կարող է Camp Nou-ում անգամ ոչ ոքիով դառնալ չեմպիոն, Ռեալ Մադրիդի աչքերի առաջ էլ տոնել այդ չեմպիոնությունը, ու այս էլ կլասիկոյի այսպես ասած միակ ինտրիգը հենց դա է, դա կլինի թե ոչ։ Ռեալ Մադրիդի այդ քաոսի հետ կապված մենք արդեն բոլորս խոսել ենք, ամբողջ աշխարհի Ռեալ Մադրիդի ֆաների մեծ մասը մեղադրում են Կիլիան Մբապпеին, դրանից առաջ որոշ մաս մեղադրում էր Վինիսիուսին, բայց հիմա Վինիսիուսը դարձել է, այսպես ասած, խառոշի շատ լավ երեխա, շատ լավ տղա, իսկ Մբապեն դարձել է չարիք, սա Ռեալում կարծես թե ինչ-որ մի նոր սինդրոմ է առաջանում, երբ որ մեկ ֆուտբոլիստի դարձում են քաֆության նոխած եւ սկսում են ամբողջ շաբաթ բոլոր մամուլները, բոլոր այսպես բլոգերները, երկրպագուները, թերթերը մի ֆուտբոլիստի այնքան քննգել, որ այդ ֆուտբոլիստը հայտնվի ինչ-որ քաոտիկ իրավիճակում, հիմա այդ ամեն ինչը կատարվում է Մբապեի շուրջ։ Այո, Մբապեն լավ վիճակում չէ, Մբապեն այսպես ասած իրեն լավ չի պահել, իրոք ունի խնդիրներ, բայց ամբողջ պեղքը իհարկե բարդել իր վրա։ Ճիշտ չի, Ռեալում կա խոսակցություններ, որ հանդերձարանում իսպանացի ֆուտբոլիստները բախվում են Arbeloa-ի հետ եւ իրար մեջ կա վատ հարաբերություններ, այնտեղ նշում են, որ Ջուդ Բելինգեմը եւ Մբապեն են ճշտամական պայքարների մեջ, ու ինչու եմ ես El Clasico-ի համանտակ խոսում այս ամեն ինչի մասին, որովհետեւ Ռեալ Մադրիդում այսպիսի քաոս է, իսկ Բարսելոնայում այսպես այո վնասվածքների այո այդ կորուստների շուրջ, բայց նրանք արդեն հասկանում են, որ եթե անգամ ինչ-որ կերպ չհաղթեն Camp Nou-ում Ռեալ Մադրիդին, օրինակ պարտվեն, դա իհարկե իրենց համար տխուր կլինի, որտեղ նրանք ցանկանում են անպայման այդ խաղում չեմպիոն դառնալ, բայց այնտեղ ամեն ինչ շատ հանգիստ է, այնտեղ արդեն բոլորը տրամադրվում են հիմնականում աշխարհի առաջնությանը, այո, այնտեղ կա գուցե նաև 100 միավորի նպատակ, եթե հաղթեն մնացած բոլոր խաղերը, բայց ես չեմ կարծում, թե դա Բարսելոնայի համար ինչ-որ մեծ ցուցիչ է։ Խաղի հետ կապված ինչ-որ ֆանտաստիկ ինչ-որ տակտիկական սխեմաներ մտածել, ինչ-որ բարդ բաներ մտածել, ինձ թվում է չի լինելու, Բարսելոնան փորձելու է խաղալ առաջին համարով, Ռեալը փորձելու է խաղալ իմ կարծիքով հակագրոներով, հնարավոր է տեսնենք սուպեր գավաթային եզրափակչին մոտ խաղ, ուղղակի ոչ ավելի սուր Բարսելոնա այդ խաղում, որտեղ հասկանում ենք, որ Բարսելոնայում այդ սուր, այսպես ասած, ամենասուր ֆուտբոլիստները հնարավոր է բացակայեն, իսկ մյուսը չլինի լավ մարզավիճակում։ Բայց ընդհանուր առմամբ թիմերը մոտենում են այսպիսի իրավիճակում, մի կողմը շատ հանգիստ է, որ ինչ է լինի, մեկը չեմպիոն է դառնալու, իսկ մի թիմը իր վերջին, այսպես ասած, պատիվը փրկելու համար պարտավոր է Camp Nou-ում հաղթել, որպեսզի Բարսելոնան իր աչքի առաջ չեմպիոն չդառնա, սա եւ ամենակարևոր բանն է։ Ես հիշում եմ մի El Clasico, որը ոչ մի նշանակություն չուներ, դա 2018 թվականի El Clasico-ն էր, երբ Ռեալը պատրաստվում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, իսկ Բարսելոնան արդեն հաղթել էր Իսպանիայի գավաթը ու նաեւ արդեն շատ մոտ էր կարծես թե հաղթելուն Լա Լիգան կամ հաղթել էր, ես բա լավ չեմ հիշում, կարծես թե արդեն հաղթել էր ու այդ խաղը ինչ որ ձևականությունների ինչ որ պա էր, որ El Clasico է, փորձում էինք ինչ որ այսպես ասած մոտիվացիաներ գտնել այդ խաղի հետ կապված, բայց այդ մոտիվացիաները անկեղծած չեմ հիշում այդպես էլ գտանք թե չէ, բայց երևի դա եղել է եթե ընկերական El Clasico-ները չհաշվենք, պաշտոնական El Clasico-ների մեջ վերջի տարիների ամենաանհետաքրքիր El Clasico-ն են առումով, որ ոչինչ ուղղակի չէր որոշում։ Այս El Clasico-ն էլ կարող էր այդպես լինել, եթե Ռեալը վերջին Լա Լիգայի հանդիպմանը չհաղթեր եւ հիմա միակ հետաքրքրությունը այն է, Բարսելոնան կդառնա չեմպիոն Ռեալի հետ խաղում, թե Բարսելոնան չեմպիոն կդառնա հաջորդ տուրում։ Սա է ամբողջ El Clasico-ի հիմքը, ես մոտավորապես խոսեցի, թե ինչպիսի իրավիճակ է հանդերձարաններում, ինչպիսի իրավիճակ է թիմերում եւ մնացել է երևի միայն սպասել այդ El Clasico-ին, արդեն եթե այդ El Clasico-ից հետո լինի շատ հետաքրքիր ինչ-որ միջադեպեր, ես անպայման եկի կանդրադառնամ այդ խաղին, տեսանյութ ելք կունենանք, այս շաբաթ կունենանք արդեն ամփոփիչ տեսանյութ անպայման, ավելի մանրամասն կխոսենք բոլոր թոփինգ լիգաների մասին, որտեղ այնտեղ այս շրջանում հետաքրքիր իրադարձություններ կատարվել են, որոնց մասին պետք է խոսել։ Եվ ինձ մնում է միայն հիշեցնել, որպեսզի դուք միանաք իմ YouTube-յան ալիքին, որտեղ մենք շատանում ենք, իհարկե վերջին ժամանակներս տեսանյութերը որոշակի ակտիվության պակաս ունեն եւ դա ես այն առումով եմ, այսպես ասած, ինձ հանգստացնում, որ չեմ խոսել այդ տեսանյութերում Ռեալից եւ Բարսելոնայից, իսկ մեր լսարանները ցավոք սրտի ամբողջությամբ պատտվում են Ռեալի եւ Բարսելոնայի շուրջ, ես դրանով եմ կապում այն անհետաքրքրությունը, որը կար վերջին երկու տեսանյութերի հետ կապված, բայց այսօր այս տեսանյութը հուսամ որ կլինի ակտիվ, շնորհակալ կլինեմ, որ միանաք ալիքին, լայքեք այս տեսանյութը, տարածեք, որպեսզի շատանանք եւ ես ավելի մեծ ոգևորությամբ նկարեմ այս տեսանյութերը եւ նաեւ իհարկե չմոռանաք ինձ հետեւել սոցիալական մյուս ցանցերում,
Instagram, Telegram, TikTok։ Ես Instagram-ում նաև նոր էջ եմ բացել, խնդրում եմ, որ անպայման միանաք այնտեղ։ Իմ Վակսպորտ 97 անձնական էջից զատ կա արդեն նաև Վակսպորտ Instagram-յան ալիք, որտեղ ես սպորտային նորությունների հետ կապված, ընդհանրապես սպորտային ամեն ինչի հետ կապված ավելի ակտիվ եմ լինելու, քան ակտիվ եմ օրինակ Telegram-ում, YouTube-ում, TikTok-ում եւ այլն։ Լավ մնացեք, կհանդիպենք այս շաբաթվա top հանդիպումներից հետո։